Պարոն Բադալյան, ի վերջո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին իր հայտարարության մեջ, ինչպես նշում էր, որ պաշտոնական Երևանը պիտի իր որոշումը կայացնի ԵԱՏՄ թե ԵՄ։ Այս հայտարարությունը ինչ է նշանակում ըստ ձեզ։ Նշանակում է, որ Հայաստանի կողմից Եվրոմիության հետ ինտեգրացիոն գործընթացների խորացումը արդեն հակասության մեջ է մտնում Հայաստանի ԵԱՏՄ գործընթացներին եւ սա միայն քաղաքական դիրքորոշում չէ, արդեն ստորագրված որոշ փաստաթղթեր, մասնավորապես Եվրոմիության քաղաքական համայնքի հավաքին եւ Եվրոմիություն Հայաստան գագաթաժողովին ստորագրված 44 կետանոց փաստաթղթում կան արդեն բազմաթիվ կետեր, որոնց իրականացումը հակասության մեջ է մտնում Հայաստան Եվրոմիություն, Հայաստան եւ ԵԱՏՄ գործընթացին, այնտեղ արդեն որոշակի իրավական եւ բազային լուրջ տարբերություններ կան, ինչը դարձնում է մի քիչ աննորմալ իրավիճակ, եթե Հայաստանը գնում է Եվրոմիություն, ապա բնականաբար ինքը ԵԱՏՄ-ից արդեն պետք է դուրս գալու գործընթաց սկսի։ Չի լինի այնպես, որ գնա հասնի, ինչպես վարչապետը էր ասում, ունենա որոշակի Եվրոմիության անդամին բնորոշ իրավական կարգավիճակ եւ հետո նոր դիմում գրի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին։ Այդպես չի կարող լինել, որովհետեւ իրավական նորմատիվ փաստաթղթեր կան, այնտեղ ֆիտոսանիտարական հսկողություն կա, այսինքն ինչպես են սպարենային ապրանքները, ինչ չափորոշիչներով պետք է պատրաստեն։ Պարզացած պանիրը ինչ պարզացած օրինակի համար, պանիրը ինչ բաղադրամաս պետք է ունենա, կաթը ինչ բաղադրամաս պետք է ունենա, նրա մեջ ինչ բաղադրամասերը քանի տոկոս պետք է կազմեն, դրանք բոլորը արդեն ԵԱՏՄ-ում հաստատված են, որոնք տարբերվում են Եվրոմիության չափորոշիչներից։ Ես միայն պարանը չեմ ասում, նաև ծաղիկի ժամանակ ինչ պարարտանոց կարելի օգտագործել, որը կարող է բերել վնասի, այսինքն կամաց սկսում են նորմատիվ իրավական փաստաթղթեր, իսկ Հայաստանը ընդունում է Եվրոմիության կողմից առաջարկող այդ իրավական նորմատիվ փաստաթղթերը եւ բնականաբար դրանք սկսում են արդեն հակասության մեջ մտնել, ինչը դառնում է ոչ ընդունելի եւ հետո գիտեք ինչ, երբ որ 4-5 երկիր հավաքված են ընդհանուր տնտեսական զարգացման վեկտոր ունեն, ընդհանուր տնտեսական շուկա ունեն, ինստանցից մեկը ասում է, գիտեք, ձեր հետ եմ այնքանով որքանով միջև այնտեղ ինձ համար դուր բացվի, սա նաեւ մի քիչ արհամարհական եթե չասենք վիրավորական է մյուսների համար, մյուսներն էլ ասում են, եթե գնում ես, գնա, խնդիր չի, ուժով չենք պահում, բայց սա քո համար հենց ժամանակավոր կացարան չի, որ որոշում ես, հաստեղ կմնաս այնքան, մինչև քո համար ցանկալի պահակ գա եւ բնականաբար առաջարկում են ընտրություն կատարիր։ Գնում ես, մենք էլ իմանանք, որ արդեն սկսեն քո հետ հարաբերվել, ինչպես Եվրոմիության անդամի հետ, խնդիրը ինչ որ ասեն մի գնա, չէ մնա, խնդրում եք, մնա չեն խնդրում, ասում են գնում ես, քո իրավունքն է, գնա։ Բայց արդեն իմանանք, որ քեզ արդեն լուրջ չընդունենք, որովհետև քո մոտ հակասություններ կա եւ արդեն քո տարածքով կարող են որոշակի Եվրոմիության ապրանքներ կան մտնել ԵԱՏՄ շուկա կամ ԵԱՏՄ շուկային հակասող նորմերով ապրանքներ կան, հակասող նորմեր չի նշանակում վատ լավ, դա նշանակում է ուրիշ նորմերով, որը բնականաբար ուրիշ ձև պետք է մաքսազերծվի, Հայաստանը չի մաքսազերծում, այսինքն արդեն խնդիրներ են առաջանում, նրանք էլ առաջարկում են միգուցե հանրակրվե իրականացու Այսպես Վլադիմիր Պուտինը ասաց 2-3 առաջորը, որ հանրակրվե անցկացրու եւ հետո տեսնենք, եթե ժողովուրդը կողմի Եվրոմիությանը, ասենք իրար հաջողություն, ստեղծենք հանձնաժողով եւ քաղաքակիրթ ձևով բաժանվենք, եթե կողմից ԵԱՏՄ-ն, ուրեմն ԵԱՏՄ-ն սա պետք է արագացվի, որովհետեւ Հայաստանի իշխանությունները չի ցանկանում արագացնել, որտեղ բաժանումը տնտեսապես իրան հարվածելու է։ Ցավոտ է լինելու միգուցե։ Ցավոտ է լինելու, որովհետև այստեղ մի քանի հարցեր կա։ Օրինակ, Ռուսաստանը ասում է, որ մենք գազը ստանում ենք 100,000 խորհրդանոց մետր $177.5 վճարելով, Հայաստանը ասում է, ոչ, մենք վճարում ենք $650։ Հիմա մենք չիմացանք կոնկրետ մենք գազի համար ինչքան ենք վճարում 177.5 թե 600, մոտ 570 մոտավորապես։ Տարբեր մեթոդաբանության տարբեր թվեր են
դրում։ Հիմա դա պետք է իմանանք, շատ հարցեր պետք է իմանանք, ասենք վիզայի ռեժիմ Ռուսաստան մտնում է, չի մտնում, խնդիրներ արդեն կա, առավել ևս որ Եվրոմիություն դա արդեն տնտեսական կառույց չի։ Եվրոմիությունը շատ արագ վերափոխվում է ռազմաքաղաքական կառույցի հավասարաժեք դառնալով ՆԱՏՕ-ին։ Եվ բնականաբար որը թշնամի է Ռուսաստանի, եւ բնականաբար Ռուսաստանը սպանք է դու որոշի արագացու, բայց Հայաստանի իշխանությունը չի ուզում որոշել արագացնել, որտեղ դիմաց ընտրություններ կան։ Ընտրությունից հետո հաստատ ինքը իհարկե որոշելու է եւ բաժանումը կանալու է, բայց մինչեւ ընտրություն դա չի ուզում։ Չնայած այսօր արտգործնախարարը պատասխանեց, որ Հայաստանը Եվրոմիության եւ ԵԱՏ-ի միջև ընտրությունը կկատարի, երբ որ գա ժամանակը։ Այսինքն մի անգամ է ցույց տալով Ռուսաստանին, որ մենք ենք ընտրությունը կատարելու։ Դու չես ասելու, երբ ընտրություն անենք, երբ որ մենք ուզենք ընտրություն կանենք։ Հիմա սա կարող է հետևի Ռուսաստանի եւ ԵԱՏ-ի մյուս անդամների արձագանքը, որ ոչ, դու չես որոշելու, ԵԱՏ-ը մեն մեզ թե չէ։ Այսինքն ճնշումներ կանխատեսում եք Ռուսաստանի կողմից։ Ճնշում չէ, ճնշում չի լինելու։ Շատերը ճնշումներ լինի, որ բան չէ, ճնշում չի լինել, ուղղակի իրենք հստակեցում են պահանջում։ Եվ մայիսի, եթե չեմ սխալվում, 27-28-ին ԵԱՏՄ նիստ է լինելու, որտեղ ուղղակի Հայաստանի առջև դնում են պահանջ։ Կամ հրաժարվում ես, ասենք, ինչ փաստաթղթերից, որտեղ այս Հայաստան Եվրոմիություն ստորագրված փաստաթղթում կան կետեր, այնտեղ կիբերանվտանգության մասին է, ինչ որ այլ նմանատիպ ուրեմն այլ փաստաթղթեր կետերի մասն է, որոնց իրականություն դառնալ արդեն հակասում է հենց ԵԱՏՄ անդամ Ռուսաստանի շահերին, եւ Ռուսաստանը գիտեք ինչ, ճնշում չկա, ուզում ես գնա, հաջողություն։ Ուղղակի ասա, որ ես գնում եմ, մենք էլ իմանանք, լրիվ քո հետ վերաբերվենք ինչ-որ Եվրոմիության անդամ երկրների։ Գնա Եվրոմիություն, խնդիր չկա, բայց Հայաստանի իշխանությունը չի ուզում այդ գնա։ Շատ լավ գիտի, որ Եվրոմիությունը ոչ ոք իրեն չի ընդունելու, Հայաստան չի դառնալու Եվրոմիության անդամ։ Ուղղակի դա գիտի, որ ինքը օգտագործում է Եվրոմիության կողմից, որտեղ իրանք սուբյեկտ չեն Հայաստանի իշխանությունը, օբյեկտ են, իրենք ուղղակի օգտագործում են Եվրոմիության կողմից, բայց հիմա չի կարող գնալ, քանի դեռ դա կարող է ընտրություններում ինչ-որ խնդիրներ առաջարկել։ Հունիսի 7-ին եթե նրանք վերարտադրվեցին, ապա բնականաբար ԵԱՏՄ-ին եւ ՀԱԲԿ-ին ու ԱՊՀ-ին հաջողություն ասելը հետո հաստատ լինելու է։ Իսկ Ռուսաստանը զույգ միջև դա։ Հասկացած ես։ Տեսեք, միևնույն ժամանակ Պետումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոստանտին Զատուլինը օրեր առաջ հայտարարում էր, որ եթե անգամ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ընտրություններում հաղթանակ տանի, Ռուսաստանի Դաշնությունը դա չպիտի ճանաչի։ Նման կանխատեսումներ եւս կարող են կատարել, որ ինչպես ասեմ, որ ճիշտ լինի, այսինքն կխզվի Ռուսաստանի հետ հարաբերությունները նաեւ այս իմաստով։ Չեմ կարծում, որովհետև Զատուլինը չի ներկայացնում Ռուսաստանի, իրան թույլ է տրված Հայաստանի հասարին հանգիստ քննադատել, բայց ինքը չի ներկայացնում ամբողջ դիրքորոշումը։ Ռուսաստան չի խզելու հարաբերությունները։ Ուղղակի մի բան հասկանալի է, Հայաստանի իշխանությունների վերարտադրությունը նշանակում է Ռուսաստանի գործոնի չեզոքացումը Հայաստանում մոտակա 2 տարվա ընթացքում, 2-3 տարվա ընթացքում։ Դա նշանակում է բազաների դուրսբերում, սահմանապատ ծառայության դուրսբերում, եկատգծի լիցենզիայից ուրեմն չեղալ հայտարարում եւ եկատգծի ուրեմն կառավարումը կամ այլ ուրեմն սուբյեկտին տրամադրում Գազպրոմ Արմենիայի այս կամ այն ձևով ազգայնացում եւ ռուսական գործոնի դուրսբերում։ Սա ռուսական կողմը արդեն լրիվ հասկանում է։ Եվ միգուցե ինչպես արդեն սկսվում են եւ որից հետո արդեն սկսվում է Հայաստան եւ Ռուսաստան հարաբերությունները այնպես ինչպես ասենք Հայաստան, չգիտեմ, ասենք Լեհաստան կամ Հայաստանը չէ, ինչպես Ռուսաստան, Լեհաստան, Ռուսաստան, չգիտեմ, Եվրոմիության այլ անդամ հարաբերություններ այդ մակարդակով։ Այսինքն ձեզ դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու առաջ մի շարք խնդիրներ կառաջանան։ Մի շարք խնդիրներ չառաջանա, ճգնաժամ կառաջանա։ Մի շարք խնդիր ընդհանրապես է, որ թոշակ ասենք, չգիտեմ, 5000 դրամով բարձրանում է, ապրանքները բարձրանում 6000 դրամով։ Այդ մի շարք խնդիր է, բայց երբ որ բոլոր այդ տնտեսական կապերն են խզում, դա մի շարք խնդիր չէ, արդեն ճգնաժամ է։ Դա լուրջ ճգնաժամ է։ Այսինքն պիտի տագնապի Հայաստանի Հանրապետության քաղաքացին այս հայտարարությունների ֆոնին։ Պետք է ուղեղամիացնել ընտրությունների նման ինչ անում։